Վրաստանը բավականին հեշտ առանց խնդիրների հարմարակերպում էր վիճակին Ավելի շատ դեպի Թուրքիայի իր համար խնդրեմ չկա հակվածությունը։ ժամանակ եղել է ինքը հարմարակերպվել է Օսմանյան կայսրության եւ փոխվել է ինքը դարձել է Ռուսաստանի կայսրության հիմնական պետությունը, որի վրա հիմնվելով Ռուսաստանը իրականացնում է կայսրական քաղաքականությունը հարավային Կովկասում, այդտեղ խնդրեմ չկա։ Այստեղ Ադրբեջանի համար իսկի խնդրեմ չկա, Ադրբեջանը նոր ձևավորված պետություն է եւ ժողովուրդ չեմ կարող ասել, թե պիտի ասել ժողովուրդ է, որը առանց որևէ խնդրի դառնում է թուրքական ինքնիշխանության մի մաս, իրանք այդ ճանապարհի վրա են, այստեղ խնդրեմ չկա։ Այստեղ խնդրեմն է միայն հայը։ Ինչու է Հայաստանը տեսնում դա այդտեղ էգզիստենցիալ խնդիր, Վրաստանը ըստ չի տեսնում։ Որտեղ Վրաստանի համար այդ հարցերը լուծվել են ժամանակին, ես ելնելով տեսնում ուղղակի Վրաստանի պատմությունն նայելով, տեսնում որ իրանք հարմարվեն այդ խնդրին եւ իրանք ունեն իրաց ինքնիշխանության եւ ինքնության խնդիրները, որը մեզ չեմ ուզում խորանալ, որտեղ Բայց նրանք ավելի ուժեղ են փաստորեն։ Չէ, իրանք ուժեղ չեն։ Ներսից ավելի ուժեղ են, քան մենք։ Նրանց կորիզը փաստորեն Չէ, գան, իրանք ավելի խայտարակ խնդիրներ առաջ են կանգնած, քան թե մենք, իրանք կիսված են ներքում, այնտեղ կա ադրբեջանական, թուրքական, ազերական մեծ համայնք, այնտեղ կա Ջավախք, այնտեղ կա Աբխազիայի, Օսիայի խնդիրները, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի ներխուժել խնդրի մեջ Վրաստանի վիճակը ավելի դժվար է այսօր, այդ ինքը կարողացել այդ խնդիրները լուծել, ստաբիլիզացնել վիճակը, ընդունելով Միացյալ Նահանգների ներկայացությունը, կառուցելով հատուկ հարաբերություններ ռազմավարական եւ ռազմական ոլորտում Միացյալ Նահանգների հետ, բայց հիմա նոր Վրաստանի Վերնախավը, իշխող Միրնախավը, որ եկել է իշխանության, փոխում է վերաբերմունքը հարաբերությունները եւ նորից ուզում է կառուցի հարաբերություններ Պուտինի հետ, Ռուսաստանի կայսրության հետ։ Երևի ելնելով այն տենդենսների, որոնք իրանք տեսնում են, որ այստեղ Ռուսաստանն է գալիս։ Չգիտեմ, ես չեմ ուզում նախորդացնել, ճակետներում միշտ չի հետաքրում ճակետներում Վրաստանը ոնց է որոշելու Վրաստանը։ Մենք պիտի նկատի ունենանք եւ ես հույս ունեմ, որ Վրաստանը չի փոխելու ռազմավարական վեկտորը դեպի Եվրոպա, դեպի Միացյալ Նահանգներ։ Բայց ինքը ավելի դժվար վիճակում է, բայց ինքը ունի ինչ-որ պայմանավորվածություններ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ եւ կարող է ինչ-որ ձևով երաշխիքներ ունենա։ Հայաստանը ուրիշ վիճակում է լրիվ։ Մենք չօգտագործենք ժամանակը երկրորդ Արցախյան արշավից հետո 2020-23 թվականից, երբ մենք կորցրեցինք Արցախը, բայց փրկեցիք Փարքաստու Արցախի հայությունը, որովհետև ես սպասում եմ ավելի դժվար լուծումների, Աստվածչանի, բայց փրկվեցին Արցախի հայությունը փրկվեց։ Բայց երբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, մենք կանգնած եք լրիվ ուրիշ խնդիրների առջև։ Մենք մնացել ենք մենակ, բայց չօգտագործենք ժամանակը Ռուսաստանից փոխվելու համար։ Հայաստանը մտնում է այս ճանաչ ժամանակների մեջ, չվերանայելով, չտարանջատելով, ես կուզեի տարանջատացնի իր հարաբերությունները Ռուսաստանի դաշնիկի հետ ռազմավարական եւ անվտանգության ոլորտում։ Հայաստանը մնում է համքի անդամ։ Եվ գնում են խորքային փոփոխություններ աշխարհաքաղաքական եւ գլոբալ ասպարեզում։ Եվ դա մեզ բավականին սահմանափակում է մեր հնարավորություններում։ Մենք պիտի այս վիճակում գտնենք հնարավորություններ հաստատել նոր հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, երկկողմանի, Ֆրանսիայի հետ, Եգիպտոսի հետ, Հնդկաստանի հետ, եւ դա լինելը շատ դժվար, որտեղ այն 4 հանգիստ տարի, 2023 թվականից 3 տարի, երբ Միացյալ Նահանգներում Բայդենն է եղել, եւ մենք հնարավորություն ունենք ռադիկալ եւ շուտ լուծել մեր խնդիրները, մի մասը մենք կորցրել ենք։ Մենք զբաղված էինք, հայկական իշխանությունները զբաղված էին իշխանության ամրապնդման։ Լոկալ, նեղ շատ խնդիր, երբ Նիկոլ Փաշինյանի եւ թիմը լուծում էր իշխանության խնդիրները, եւ չէր լուծում Հայաստանի հայ ազգի պետականության խնդիրները, պետական ինքնաիշխանության խնդիրները, չէր լուծում հայ ազգի եւ Հայաստանի խնդիրները տարածաշրջանում, չէր լուծում Հայաստանի եւ հայ ազգի խնդիրները աշխարհաքաղաքական ասպարեզում։ Մենք կորցրել ենք ժամանակ։ Այսօր եւս նույն վիճակն է։ Այդ վիճակը խորանալու է, այո։ Ինչքան գնային, քան խորանալու է, այդ խորությունը գնալու է հայկական իշխանությունների անգործությունից, բայց բացի դրանից սկսելու է փոխվել, արդեն փոխվում է վիճակը անվտանգության միջավայրը մեր տարածաշրջանում, որտեղ Իրանի շուրջ կուտակվում են խնդիրները, եւ մենք տեսնում ենք անկախատեսելի վիճակ Միացյալ Նահանգներում,
բայց Միացյալ Նահանգներ են կանգնեցել լայնածավալ ռազմական գործողությունները 22 թվականի, 23 թվականի եւ Ռուսաստանը Թուրքիայի հետ որոշել են լուծել Զանգեզուրի Միջանցքի խնդրը, հիշում եք իհարկե, այն ժամանակ Միացյալ Նահանգներ են կանգնեցել ռազմական գործողությունները, Բայդենն է կանգնեցել։ Դուք կարծում եք այսօր այդպես վճռական չի լինի Միացյալ Նահանգների վարչակազմը։ Ոչ մեկը չի վարչակազմը։ կարող ասել գայանը ոնց ինչ դիրք կունենի Թրամփը եւ Միացյալ Նահանգները այսօր։ Այսօր չկա աշխարհում որևէ փորձագետ, որը երաշխիք կվերցնի նրա վրա ինչ որ կանխատեսելի կամ պրոգնոզներ տա, դա անհնար է։ Ոնց կգործի Թրամփը, ոչ մեկը չի կարող ասել եւ ելնելով ես որպես փորձագետ պարտավոր եմ հաշվարկել վատագույն սցենարները, ոչ թե լավագույն կամ կենտրոնական։ Վատագույն սցենարներում մենք կարող ենք խնդիրներ ունենալ նաեւ Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ ասենք Ուկրաինան ունի այսօր խնդիրներ Միացյալ Նահանգների հետ։ Կամ Իրանը կարող է խնդիրներ ունենալ Թրամփի հետ։ Միացյալ Նահանգների, որը այդտեղ նախագահ Թրամփն է։ Այս բանակցությունների արդյունքը անկախատեսելի։ Վիճակը դարձել է ավելի բարդ, լուրջ խճճված, իսկ ես ունեմ իշխանություններ, որը չեն կարողացել հաղթահարել ավելի པարզ, հստակ խնդիրներ եւ սպառնալիքներ Արկորդ Արցախի հարշավի ժամանակ եւ հետո։ Եվ ինձ համար հիմնական խնդրը պարադոքսալ ձևով կենտրոնանում է ոչ թե աշխարհի ուժային կենտրոնների վրա, բայց հայկական իշխանությունների վրա։ Հայկական իշխանությունների վարքի, քայլերի, մարտավարության վրա, որովհետև ես տեսնում եմ, որ իրանք անկանխատեսելի են, որ իրանք թույլ են, որ իրանք պարալիզացվում են, իրանք պատրաստ չեն լինում պատրաստել պատասխան, արձագանք բարդ սպառնալիքների վրա, իրանք սպառվում են եւ ավելի շուտ ընդունում են նահանջելու ճանապարհը, չտեսնելով խնդրի լուծում, ասում ես խնդրը քեզ եմ թողնում, սպառնալիք վերցրու, ես չեմ կարող լուծել, ես հետ եմ քաշվում։ Դուք համարում եք օբյեկտիվորեն լուծվող խնդիրները եւ այստեղ սուբյեկտիվ հարցեր Փաշինյանի եւ իր թիմի։ Հա, ստեցվում է ունենք սուբյեկտիվ խնդրեմ, իշխանության դեմքը, իշխանությունը որպես առաջնորդ, որպես հոգեբանություն ունեցող, էմոցիա ունեցող անձնավորություն եւ օբյեկտիվ խնդրի, որի առջեւ կանգնած է Հայաստանը եւ հայ ազգը։ Եվ ցավոք սրտի այդ երկու գործոնները տարանջատելը արհեստական է։ Քաղաքականությունը ապագան որոշում է մի առաջնորդ, որը դա մեջը ձուլված է իր մեջ։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի անձնական թուլությունը, անպատրաստությունը, անձնական մոտեցումը դառնում է օբյեկտիվորեն գործոն հայկական ազգի եւ Հայաստանի համար։ Անձնականը դառնում է օբյեկտիվորեն, օբյեկտիվ է դառնում։ Այդպես է աշխատում քաղաքականությունը, ցավոք սրտի։ Եվ մեկ այդ ժամանակ ինձ համար հիմնական խնդրը դառնում է նորից եմ կրկնում հայկական իշխանությունները, բայց եթե հիշենք, որ մենք ունենք սահմանադրություն, որը Սերժ Սարգսյանն է կերտել, որտեղ ողջ իշխանությունը, բոլոր լծակները կենտրոնացած են վարչապետի ձեռքերում, Նիկոլ Փաշինյանն է դառնում հայկական իշխանությունը եւ Հայաստանի ապագան, Հայաստանի պետության ապագան մեծ մասամբ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ եւ դա վտանգավոր խնդրեմ է, որովհետեւ այդ խնդրը դու կարող ես լուծել միայն համահազգային ողջ հայության դիմադրության կազմակերպման, որ կարողանաս չզոքացնես Նիկոլ Փաշինյանին, չթողնես, որ ինքան է այն քայլերը, որը կլինեն վերջնական քայլերը հայ ազգի եւ հայկական հարցի համար։ Դա ուրիշ խնդիր է, որը պիտի հիմա ընկալի հայ ազգը, ոչ թե միայն հայությունը, որ ապրում է Հայաստան Հանրապետության ներքո, ոչ թե միայն Հայաստան Հանրապետության քաղաքացիները, բայց ողջ հայ ազգը, որովհետև Հայաստանը հայկական պետական ինքնաիշխանության վերականգնումը դա ողջ հայ ազգի աշխատանքի, ներդրման, ներուժի հետևանքն է։ Հայաստանը դա ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության այսօր ապրող քաղաքացիների արժեքն է եւ ունեցվածքն է, դա անցած հազարամյակների սերունդների ունեցվածքն է եւ արժեքն է եւ ապագա սերունդների է եւ մենք պիտի բոլորս հավաքվենք հիմա ցավոք սրտի մենք պիտի նորին միանանք որովհետեւ ես չեմ տեսնում որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է adekvat պատասխաններ տա այն սպառնալիքներին, որի առջև մենք բոլորս կանգնած ենք, դուք կանգնած եք, ես կանգնած եմ, որպես անձնավորություններ, որպես քաղաքացի, որպես փորձագետներ, որպես հայ,
Նիկոլ Փաշինյանը պատասխաններ չի գտնելու։ Նիկոլ Փաշինյանը խաղալու է։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների մեջ է մտնելու, լինելով պոպուլիստ, այդ հարցերը ինքը գրոսմայստեր է, ինքը կարող է պոպուլիստացնել, խաղացնել։ Բայց խնդրի լուծումը մենք պետք է գտնենք Գրոսմայստերը ներսում է միայն գրոսմայստեր, թե նա Այո։ արտաքին քաղաքականության մեջ եւս այդպիսի հմուտ գրոսմայստերական հակումները ցույց Ես տալիս պետք է հասկանալ Գայանը, հմտություններ։ ընդունել, որ ցավոք սրտի միջազգային ասպարեզում Հայաստանը այսօր չկա։ Դա միայն Նիկոլ Փաշինյանի գլխում խաղերն են։ Դու պարտվել ես, դու կորցրել ես Արցախը, դու կորցրել ես բարձունքները, դու ունես բանակ, որը չես վերականգնել։ Այդ վիճակում դու չունես հնարավորություն արտաքին աշխարհում ինչ որ դերակատար լինել, դու գործոն ես։ Դու գործոն ես, որի կողմը գնում են հաշվարկներ։ Եթե ուզում ես դերակատար լինես, դու պիտի սկսես ներսում փոփոխություններ, դու պիտի հրաժարվես գնահատական տաս, ինչը քեզի տեղի ունեցել երբ 1988 թվականից մինչև 2023 շարունակող 25 թվականները հետ սովետական Հայաստանի գնահատական տաս եւ սկսես մտածել ուրիշ Հայաստանի մասին։